ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչում աշխարհի մոտ 30 երկրներում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին ու բարձրաստիճան դիվանագետներին։ Նրանց շարքում է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Ըստ պետքարտուղարությունում Associated Press-ի աղբյուրների նախորդ շաբաթ առնվազն 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ տեղեկացվել են, որ նրանց պաշտոնավարումը 2026 թվականի հունվարին ավարտվելու է։ Բոլոր այդ դիվանագետները նշանակվել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման շրջանում։ Ըստ գործակալության այս քայլով Թրամփը ցանկանում է արտերկրում ունենալ դիվանագետների, որոնք լիովին աջակցում են Ամերիկան առաջինը քաղաքականության օրակարգին։ Պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել նորությունը, նշելով միայն, որ ցանկացած վարչակազմի օրոք փոփոխությունները բնականon գործընթաց են։ Ամերիկյան կողմը վերջին 2 օրերին Ֆլորիդայում առանձին բանակցություններ է վարել ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հետ։ Տեղի են ունեցել նաև եռակողմ բանակցություններ եվրոպացի պաշտոնյաների հետ։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը բանակցություններն անվանել է արդյունավետ և կառուցողական։ Քննարկվել է Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության հաստատման 20 կետից բաղկացած ծրագիրը, այդ թվում Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։ Ուկրաինան լիովին հանձնառու է արդար և կայուն խաղաղության հաստատմանը, հայտարարել է Ուիթքոֆը։ Ռուսական կողմի հետ բանակցություններից հետո եւս Ուիթքոֆը նշել է, որ Մոսկվան հանձնառու է Ուկրաինայում խաղաղության հաստատմանը եւ աջակցում է նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ջանքերին։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը նույնպես բանակցությունները որակել է կառուցողական։ Միևնույն ժամանակ նախագահի օգնական Յուրի Ուշակովը վստահ չէ, որ ուկրաինացիների եւ եվրոպացիների կողմից արված առաջարկները կառուցողական են։ Կարծում եմ առաջարկների մեծ մասը մեզ բոլորովին հարմար չեն լինի, նշել է նա հավելելով. Դմիտրիևի զեկույցից հետո Մոսկվան կմշակի իր դիրքորոշումը, որով էլ առաջ կշարժվի։ Իսրայելի անվտանգության կաբինետը հավանություն է տվել արևմտյան ափին 19 նոր հրեական բնակավայրերի կառուցմանը։ Վերջին 3 տարում հաստատված եւ օրինականացված բնակավայրերի թիվը հասել է 69-ի։ Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը հայտարարել է, որ այս քայլն արևմտյան ափին հրեական բնակավայրերի ընդլայնման օրակարգի մաս է կազմում եւ նպատակ ունի կանխել պաղեստինյան պետության դե-ֆակտո ստեղծումը։ Միջազգային հանրությունը մեծապես քննադատում է արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի հիմնումը, դա որակելով միջազգային իրավունքի Վաշինգտոնը նույնպես Իսրայելի այս քայլը համարում է խոչընդոտ խաղաղության համար, դա որակելով անօրինական։ Պաղեստինցի պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են, իսրայելական բնակավայրերի ընդլայնումը վտանգի տակ է դնում երկու պետության ստեղծման միջոցով հակամարտության լուծման հասնելու հեռանկարը եւ սրում է լարվածությունը։ Սերբիայի տարբեր հատվածներից հազարավոր ակտիվիստներ միացել են Նովի Պազար քաղաքում անցկացվող ուսանողական բողոքի ցույցերին։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ կառավարությունը ճնշում է գործադրում պետական համալսարանների վրա։ Նովի Պազարի ուսանողներն ակտիվորեն մասնակցել են հակակառավարական ցույցերին կապված Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանի տանիքի փլուզման տարելիցի հետ, որի հետևանքով 16 մարդ էր զոհվել։ Ցուցարարները նշում են, որ համալսարանը հեռացրել է ցույցերի պատճառով դասի չներկայացած բազմաթիվ ուսանողների եւ աշխատանքից ազատել տասնյակ դասախոսների։ Ուսանողների, գիտնականների եւ ընդդիմադիր գործիչների գլխավորած շարժման մասնակիցները մեղադրում են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին եւ նրա կուսակցությանը կոռուպցիայի, հանրային ծառայությունների վատ վիճակի, հովանավորչության եւ լրատվամիջոցների ազատության սահմանափակումների համար։ Վուչիչը եւ նրա կուսակցությունը հերքում են մեղադրանքները։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։